Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Հայաստանը ողջունում է Ադրբեջանի նախագահի հայտարարությունը դեպի Հայաստան բեռների տարանցման սահմանափակումների վերացման վերաբերյալ։ Այս մասին հայտնել է վարչապետի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։ Այս քայլը կարևոր նշանակություն ունի տարածաշրջանային հաղորդակցությունների բացման, փոխվստահության ամրապնդման եւ Հայաստանի ու Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության հաստատման գործում։ Հիշեցնենք, ավելի վաղ Ալիևը հայտարարել է Ադրբեջանի տարածքով Հայաստան ապրանքների տարանցման սահմանափակումների վերացման մասին։ Ինչ ենք ուզում մենք, ինչ է ուզում Ադրբեջանը։ Խորհրդարանի խոսնակը վստահություն է հայտնել, որ երկուստեք ցանկությունն է վերջնականապես լուծել բոլոր հարցերը։ Ալեն Սիմոնյանն ընդգծել է, որ երկու կողմում էլ կա անկալում։ Խորհրդարանները պետք է նպաստեն հասարակությունների մերձեցմանը։ Նրա խոսքով վերջին հանդիպմանը ադրբեջանցի պաշտոնակցի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջ շարժվելու կոնկրետ քայլերի մեխանիզմներով, սակայն ազգային ժողովի նախագահն նշել է, որ դրանց մանրամասները հիմա հրապարակել ճիշտ չի լինի։ Խոսքը չի գնում ենթադրենք հեռավոր ապագայի մասին, մենք երկուսս էլ այն մտքին ենք, որ պետք է հնարավորինս արագ այդ ամեն ինչը արվի եւ հնարավորինս մեծ ծավալով։ Ես կոնկրետ տեսա, որ խաղաղությունը ոչ միայն մեր սրտում է, ոչ միայն մեր ընկալման մեջ է, այլ ադրբեջանական կողմի մեջ է։ Ինչ որ մի պահ խոսակցություն եղավ, օրինակ ռազմական ագրեսիայի մասին, հա, որ սենց ասում են, որ կարող է սենց բան, ասեց հնարավոր չէ, ասեց ոնց մենք այսքան քայլ ենք արել, այսքան բան ենք արել, այսքան միջազգային պարտավորություն ենք վերցրել մեր վրա։ Եկեղեցու դեմ հալածանքները միայն ու միայն ուժեղացնում են եկեղեցուն։ Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը իր դատական նիստից հետո զրուցելով լրագրողների հետ նշել է, որ եկեղեցու դեմ արշավ կարող է սկսել չարությամբ լցված կամ մեկը, ով կատարում է թշնամու հանձնարարությունը։ Նա ընդգծել է, որ վստահ է վեհափար Հայրապետը շարունակելու է բարեխղճորեն իրականացնել իր առաքելությունը, հավելելով, որ պետք է համբերությամբ սպասել։ Մարտակոսը բարձր է գնահատել Երևանի եւ Բաքվի միջև կարգավորման գործընթացում առաջ խաղացումը։ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ֆիդանը Լյուքսեմբուրգում հանդիպել է Եվրամիության ընդլայնման հարցերի հանձնակատար Մարտակոսի հետ։ Վերջինս նշել է, որ խաղաղ գործընթացը փոխում է տարածաշրջանի քաղաքական ու տնտեսական լանդշաֆտը ու ստեղծվել է իրական հնարավորություն ապա շրջափակելու Եվրոպան Ասիային կապող ուղիները։ Վարչապետ Փաշինյանը հանդիպել է Հռոմի Պապին, կողմերը կարևորել են Սուրբ Աթոռի եւ Հայաստանի միջև հարաբերությունները, ընդգծվել է Մխիթարյան միաբանության դերը, քննարկվել են նաեւ Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը եւ տարածաշրջանային հումանիտար հարցերը։ Փաշինյանը վերահաստատել է խաղաղության օրակարգի նկատմամբ Հայաստանի հանձնառությունը։ Կառավարությունը հայ-առաքելական եկեղեցու հետ կոնֆլիկտ չունի, Վրաստանից ուղիղ խորհրդարան եկած Փաշինյանն է հայտարարել, մեկնաբանելով վերջին օրերի իրադարձությունները, նաև Տեր Արամին կարգալույծ անելու որոշումը։ Կարգալույծը չի կարող կարգալույծ անել։ Կտրիչ Ներսիսյանը ինքը կարգալույծ է, որ իր կուսակրոնության ուխտը խախտած լինելով ակնհայտ փաստի բերումով։ Նա ոնց կարող է քահանայի կարգալույծ անի, միջև, այսինքն դրանից հետո էլ առաջ էլ, թող դա հանրությանը բացատրի, որտեղից եւ ինչպես ինքը ունի կինդ եւ երեխաներ։ Ու որպեսզի Տեր Արամին աջակցեն վերականգնել հոգևոր կյանքը, Նիկոլ Փաշինյանն այս կիրակի հովհանավանք կգնա, պատարագի կմասնակցի, հաղորդություն կստանա։ Այդ կարգալույծության օրը Տեր Արամը եկեղեցու կողմից եկեղեցին ժողովուրդն է։ Իրական օծման օրը հենց այդ օրն է եւ որպես նոր օծված քահանա ես պատրաստ եմ եւ ոչ միայն պատրաստ եմ, այլ կանեմ դա Տեր Արամի ձեռքից հաղորդություն կընդունեմ։ Նիկոլ Փաշինյանը հիշեցրել է այն, որ ինչպես հովհանավանք, այնպես էլ բազմաթիվ այլ հուշարձաններ ու եկեղեցիներ գտնվում են կառավարության հաշվեկշռում, բայց բարոյական եւ իրավական հիմքերի դեպքում ըստ վարչապետի դրանք կվերադարձվեն հանրությանը։ Ես կարծում եմ, որ այնտեղ որտեղ չկա հոգևոր կյանք, այլ կան ինտրիգներ, կան խարդավանքներ, ֆեյքերի ոնց էին անվանել, հաջող ձևակերպում կար։ Ֆեյքերեցների թե երեց ֆեյքերի խմբեր են գործում։ Մենք կարող ենք կա բոլոր բարոյական եւ իրավականն էլ, որ մենք այդ հուշարձանները կվերադարձնենք հանրությանը եւ Տեր Արամին եւ նրան նման քահանաներին բոլոր ձևերով կաջակցենք, որ նրանք Հայաստանում վերականգնեն իրական հոգևոր կյանքը
Գյումրիում կատարվողի մասին Նիկոլ Փաշինյանն ասում է, Վարդան Ղուկասյանը ձերբակալվել է իր մտքերի ու գործողությունների պատճառով։ Իմ միտքը ինչ կապ ունի այդտեղ։ Իմ միտքը կարա օգտագործվի իմ դեմ։ Իմ միտքը ո՞նց կարա օգտագործվի ինչ որ մեկի դեմ։ Այսինքն, բանեմ, ես մի ժամանակ ինձ պաշտոնապես մեղադրում էին հոգեխանգարմունք առաջացնելու մեջ, հիմա էլ բանա, կարողա տենց բան վարկած առաջանա, որ ես բանից այս ամբիոնից բան եմ անում, հոգեխանգարում եմ, որ մարդիկ գնան բան անեն, կաշառք վերցնեն։ Վերջին օրերին ակտիվ քննարկվում է նաև ժամկետային ծառայությունը կրճատելու մասին օրինագիծը։ Պաշտպանության նախարարի խոսքով այս որոշումը նախընտրական քարոզարշավի հետ որևէ կապ չունի։ Երկարաժամկետ պլանավորման արդյունք է, որն արվում է պայմանագրայինների թվի ավելացման հաշվին։ Պաշտպանության նախարարն ասում է, այս ամենի արդյունքը կտեսնենք 1.5 տարի հետո։ Վստահ է, որևէ խնդիր չենք ունենալու։ Ի դեպ, ընդդիմությունը կառավարություն ազգային ժողով հարցուպատասխանին չէր մասնակցում։ Ազգային ժողովը առաջին ընթերցմամբ ընդունեց օրենքի փոփոխություն, որով նախատեսում է հանրային հեռարձակողների թիվը 3-ից կրճատել 2-ի։ Նախագիծը հեղինակել են ԿՊԱ-կան падգամավորներ Սիսակ Գաբրիելյանը, Թագուհի Ղազարյանը։ Ղազարյանը նշել է, որ շողակաթ հեռուստաալիքի հետ պետությունը մեծ գումարներ է ծախսել առանց մրցույթի, որոնք կարելի է ավելի լավ օգտագործել։ Փոփոխությունները կօգնեն բաշխել միջոցները հավասար եւ բազմազան հեռարձակողների միջև։ Օրենքը ընդունվեց 63 կողմ 31 դեմ ձայնով։ Տարիներ տևող դատական պրոցեսներից հետո կոնսերվատորիայի այգին տնտեսվարողներից փոխանցվել է Երևան համայնքին։ Կանաչապատում եւ շրջակա միջավայրի պահպանությունը այս պահին այգու բարեկարգման աշխատանքներն է իրականացնում։ Առաջիկայում անցկացվելու է նաեւ ռոռոկման համակարգ։ 2025-ի օգոստոսի վերջի դրությամբ Հայաստանում փողի բազան կազմել է 2 տրիլիոն 33 միլիարդ 869 միլիոն դրամ։ Նախորդ տարվա համադրելի ցուցանիշի համեմատ գրանցվել է աճ 14%-ով։ Կենտրոնական բանկից դուրս գտնվող կանխիկ դրամի ծավալն աճել է 13.6%-ով եւ կազմել 1 տրիլիոն 56 միլիարդ 584 միլիոն դրամ։ Հայաստանում փոխվել է հողերի աճուրդի կարգը։ Եթե նախկինում պետական կամ համայնքային հողերի վաճառքի մեկնարկային գինը որոշվում էր կադաստրային արժեքով, ապա այսուհետև կիրառվելու է շուկայական գինը՝ մի քանի տասնյակ, իսկ որոշ դեպքերում հարյուրավոր անգամ բարձր։ Օրինակ, Գյումրիում 12.5 անգամ ավելի բարձր թիվ են ներկայացրել 1 քառակուսի մետրը 25,000 դրամ։ Անօթևանության խնդիրը 30 տարուց ավելի չհաղթահարած այս քաղաքում շատերը բնակարանային խնդրի լուծումը տեսնում են հենց իրենց տնակների տարածքում տուն կառուցելով։ Հող գնելը նրանց համար եւս բարդ է լինելու։ Նույն խնդիրը կա նաեւ նոյեմբերյանում։ Վաղանիսի վարչական ղեկավարի խոսքով մինչեւ հիմա 1 քառակուսի մետրի արժեքը օրինակ նոյեմբերյանում եղել է 100 դրամ։ Դրանք ըստ նրա ամենավերջին կարգի հողերն են։ Հիմա կառավարության որոշմամբ գնահատող կազմակերպությունն է որոշելու դրանց արժեքը։ Մեր մոտ խնդիրը չի ելել, քանի որ գինը շատ հարմար այլել, բոլորը ով ուզեցել օգտվել է, բայց այս պայն է, որ փոխվեց գնահատող կազմակերպելու։ Եկել են գյուղում 5 հատ հող են մի ամիս, 2 ամիս առաջ գնացել, դեռ խաբար չկասեն, չենք կարող գնահատենք։ Տարեսկզբին վարչապետ Փաշինյանն էր կառավարության նիստին հողերի աճուրդներին անդրադարձել, շեշտել, որ դրանք հիմնականում ձևական են։ Գլխավոր դատախազն էլ հավելել էր, թե քրեական վարույթների մեծ մասը հողերի ձևական աճուրդների համար են հարուցված, հիմնականում փոխկապակցված համայնքների ղեկավարների հետ։ Գլխավոր դատախազն առաջարկել էր ներկայացնել կառավարությանը ու առաջարկել, որ շուկայական արժեքը սահմանվի մեկնարկային գին։ Մեր առաջարկն է նաև որոշակի կատեգորիայի հողեր թողել անօտարելի, որովհետև մենք ունենք իրավիճակներ, ռեալ այսօր հողի վրա իրավիճակներ, երբ արոտավայրի վրա մի ամբողջ այգի է կառուցված, բայց հողի կատեգորիան արոտավայր է շատ փոքր չնչին վարձավճարներով։ Փաստաբանը բացատրում է, ինչ ասել է, թե ձևական բնույթ են կրում։ 2004-2005 թվականներին գնահատման չափորոշիչները խիստ տարբերվում են ներկայից չափորոշիչներից։ Այսինքն պետք է հաշվի առնել, թե դրա տարբեր ժամանակներում ինչպես է կատարվել։ Այժմ անշարժ գույքի գնահատման օրենսդրությունն ու կարգը շատ ավելի ծավալուն է։ Պետք է համապատասխանեն չափորոշիչների եւ որոշակի վերլուծություններ կատարվեն, որոնք նախկինում չկային։ Հարկ է հաշվի առնել, որ Հայաստանը փոքր երկիր է, առավել եւս համայնքները փոքր համայնքներ են, ի տարբերություն ներկայիս ժամանակահատվածի, խոշորացումներ այն ժամանակ չկային։ Մարդիկ կարող էին այո ճանաչել միմյանց, ընկերներ լինել, ինչու ոչ ազգականներ, բայց ինքնին այդ
կապը անձանց առավել եւս գյուղական համայնքներում չի կարելի մեկնաբանել միայն, որ դա եղել է այսպես կոռուպցիոն գործարք։ Շուկայական գնի կիրառումը ըստ պատասխանատուների միտված է ավելացնելու բյուջետային մուտքերը ու կանխելու հողի անարդյունավետ օգտագործումը։ Նախաձեռնությունը դեռ նոր է, իսկ փորձագետներն արդեն զգուշացնում են, պետք է մշակվի մեխանիզմ, որը թույլ չի տա, որ հողերը կենտրոնանան մի քանի խոշորների ձեռքերում, գյուղացիների հաշվին։ Առաջնային սպառման սննդամթերքը թանկանում է, յուրաքանչյուր մթերքի թանկացման համար բերվում են տարբեր պատճառաբանություններ, որոշները օբյեկտիվ, մյուսները վստահություն չներշնչող, բայց թեման դա չէ։ Ինչպես են այս գնաճի պայմաններում ցածր եկամուտներ ունեցող անձինք ապահովում նվազագույն պարենային զամբյուղը, խոսքն օրինակ թոշակառուների մասին է։ Թոշակառուներում այդ նորմերը խախտված է, անկախ ենթադրենք թանկացումներից, անկախ մնացած հարցերից։ Թոշակառուները սահում են միջին թոշակը 49,000 դրամ, չէ՞։ Արդեն 30,000-ի չափով ենթադրենք տարբերություն կա։ Սննդային շուկայում մոտավորապես վերջի 18 թվականից մինչև հիմա մոտավորապես 60%-անոց գնաճ կա։ Օրինակ կաթնամթերքի շուկայում 60-ից 70% դեռ։ Նվազագույն պարենային զամբյուղը ենթադրում է, որ մարդու օրական ռացիոնում պետք է լինի ձուկ, տավարի, խոզի, հավի միս, բանջարեղեն, մրգեր եւ այլն։ Սպիտակուցի, ճարպերի հստակ քանակ է սահմանված, որոնք անհրաժեշտ են օրգանիզմի նորմալ կենսագործունեության համար։ Փաստը, որ Հայաստանում տավարի մսի սպառումը բավականին նվազել է, ցույց է տալիս, որ մարդիկ իրենց զամբյուղից այն հիմնականում հանել են։ Լավ օրից չէ, տավարի միսը անտրամաբանական թանկ է։ Հացամթերքը թանկացել է 5-ից 7%-ով, մակարոնային արտադրանքը ավելի շատ, կենթանական կաթնամթերքը արդեն մոտենում է երկնիշի, չպետք է մոռանանք, որ մենք ունենք 25% աղքատություն։ Խանութներում օրեցօր ավելանում է թթվասերի, մածունի, կաթնաշոռի եւ պանրի տեխնոլոգիաներով արտադրված կաթնային արտադրանքի թիվը, այսինքն սրանք մթերքներ են, որոնք պատրաստում են ոչ թե կարագով, այլ մատչելի յուղերով։ Օրիգինալ կաթնային արտադրանքի համեմատ ավելի հասանելի են։ Կաթնամթերքի թանկացման ֆոնին բնական է, որ նախընտրությունը այս ոչ առողջ այլընտրանքին են տալիս, բայց նվազագույն պարենային զամբյուղը ենթադրում է, որ մարդիկ հենց իսկական կաթնամթերք պետք է օգտագործեն։ Սննդային ռացիոնից պայմանական դուրս է եկել միսը։ Այդ մարդկանց սննդային ռացիոնից դուրս է եկել կարագը, մի բան, որը անհրաժեշտություն է։ Հիմնականում սնվում են հացաբուլկեղենով, հացամթերքով, ալերային արտադրանքով, մակարոն, բանջարեղեններից օգտակար եւ մի քիչ ավելի արժեք ունեցող բանջարեղենից չեն օգտվում են էժան բանջարեղենից եւ համարում են, որ գումարը բավարար է։ Իսկ ինչ են անում նման դեպքերում պետությունները, որոնք իրենց համարում են սոցիալական, ենթադրում են, որ ապահովում են բնակչության բոլոր շերտերի համար նվազագույն անհրաժեշտ սնունդ գնելու եկամուտը։ Ինդեքսացիա են կատարում հստակ։ Դեկտեմբերի 30 վիճակով կենտրոնական տվեց, որ 5%-ի գնաճ կա, չէ՞։ Հունվարի 1-ից տանում են թոշակները, մարդիկ ընդհանրեք իրենց բազիսայինը գումարած 5%։ Նվազագույն սպառողական զամբյուղի բաղադրիչների շարունակական թանկացման մասին է վկայում այն փաստը, որ Հայաստանում բնակչության մի հատվածը թերսնվում է, ասում է մասնագետը։ Ունենալով ալերային մթերքից կազմված սննդակարգ, մարդիկ պարզապես չեն ստանում անհրաժեշտ վիտամիններ եւ միկրոէլեմենտներ։ Նույն վիճակն է Օրեր առաջ էր, որ այսօր լրատվականն ու Շամշյանքում Աֆանարյան փողոցում տիրող հակասանիտարական վիճակի մասին էին բարձրաձայնել։ Գոյաջրերն ամբողջ փողոցն են ողողել, տարածելով գարշահոտ։ Հրապարակման հաջորդ օրը եւ Երևանի քաղաքապետարանը եւ Վեոլիաջուրը խոստացել էին, որ խնդիրը իրենք կկարգավորեն, քանի որ այդ մասին դեռ վաղուց գիտեին։ Գարշահոտը ապահովված է։ Մտամ սարքել են։ Ուրիշ մեքենաներով ազդել անցկացրել են, տարել են դգրոջ։ Հələ այսօր մի քիչ թեթևացել է։ 3 հոգի հետ իրար 10 ջուրը քաշում են, արդեն հելնում է։ 3 հոգի իրար հետ պետք է պայմանավորվեն չքաշեն, գրաֆիկ պետք է դրվի։ Ու չնայած նրան, որ Վեոլիաջուր ընկերությունից 2 անգամ ժամանել են դեպքի վայր, բայց միևնույն է, խնդիրը չի կարգավորվել։ Իսկ բնակիչներից մեկը ներկայացրել է այն բազմաթիվ նամակները, որոնք ուղարկվել են պատասխանատուներին ու մնացել անարձագանք։ Ելնելով վերոգրարից հայտնել, որ խնդրի կարգավորումը գտնվում է ջրային կոմիտեի, Վեոլիաջուր ՓԲ-ի եւ կամ սեփականատերերի պատասխանատվության ներքո։ Այնուամենայնիվ հարցերի կարևորությունից ելնելով Քանաքեր Զեյթուն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի կողմից տեղում կատարված ուսումնասիրության ժամանակ պարզվել է, որ գույողի գտնվում է սեփական տարածքում։ Քաղաքացիները պահանջում են արագ լուծել խնդիրը, վտանգ կա, որ այդ գոյաջրերը կլցվեն տներ ու նկուղներ։
Հոկտեմբերի 20-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Մայրաքաղաքում Ռուսաստանի 33-ամյա քաղաքացին Հոնդա մոտոցիկլով Իսակովի պողոտայում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բազալտ եզրաքարին, առաջ ընթացել, բախվել ծառին, հետո հայտնվել մայթին։ Մոտոցիկլավարը տեղում մահացել է, ժամանել են ոստիկանության բարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները։ Նրան հայտնաբերել են պարեկները ծառի մոտ դեպքի մասին բարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի գումարտակներից մեկից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի, Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին։ Հոկտեմբերի 19-ին Գավառ քաղաքի Միքայելյան փողոցի 20-րդ շենքի 14-րդ բնակարանում պայթյուն փլուզում է տեղի ունեցել։ Օպերատիվորեն ժամանած Գավառ բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապախումբը Գավառի հիվանդանոց է տեղափոխել 71-ամյա բնակչուհուն։ Տեղում էին Գավառի շրջփրկարարական ջոկատի շրջփրկարարները, ոստիկանության բարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի առաջին դասակի պարեկները։ Նախնական տեղեկություններով պայթյունը գազի արտահոսքի հետևանք է, վնասվել է նաև բակում կայանված Porsche Cayenne-ը։ Արտաշատի խճուղում հոկտեմբերի 19-ին բախվել են 24-ամյա Յաշայի Մերսեդեսը եւ 21-ամյա Էդգարի մոտոցիկլը։ Վերջինը կողաշրջվել է, մոտոցիկլավարին առաջինը օգնության են հասել քաղաքացիները։ Մերսեդեսի վարորդը օպերատիվորեն ժամանած Երևանի շտապօգնության բժիշկների հերթապախումբը։ Նա տեղափոխվել է Էրեբունի բժշկական կենտրոն, տեղում էին ոստիկանության բարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները։ Մերսեդեսի վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է թափ։ Հոկտեմբերի 19-ին Դավիթ Բեկի փողոցի 101 կոտրակ 3 հասցեի մոտ բախվել են 41-ամյա Սերգեյի Տոյոտան եւ 19-ամյա Վիլյամի ՎԱԶ 2107-ը։ Բախման հետևանքով Տոյոտան դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել գազախողովակներին։ 2 հոգի, որոնցից մեկը երեխա է, տեղափոխվել են հիվանդանոց։ Վիրավորներին առաջին օգնության են հասել քաղաքացիները, օպերատիվորեն ժամանած Երևանի շտապօգնության բժիշկների հերթապախումբը։ Տեղում էին ոստիկանության բարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի առաջին վաշտի պարեկները։ Հոկտեմբերի 18-ին Երևան-Սևան ճանապարհին Ճամբարակի խաչմերուկում բախվել են Nissan-ն ու Mercedes Sprinter-ը։ 2 հոգի վնասվածքներով տեղափոխվել են Սևան բժշկական կենտրոն։ Վիրավորներին առաջին օգնության են հասել քաղաքացիները, վթարի հարևանությամբ գործող գազալցակայանի աշխատակիցները, օպերատիվ են գործել շտապօգնության բժիշկները, ոստիկանության բարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի առաջին վաշտի պարեկները։ Վիրավորներին հիվանդանոց է ուղեկցել ներքին գործերի նախարարության, ոստիկանության, բարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի հրամանատար Աղասի Խաչատրյանը։ Հոկտեմբերի 18-ին Նոր Հաչնի կամրջի հարևանությամբ բախվել են 67-ամյա Վարդանի ՎԱԶ 2107-ը եւ 43-ամյա Վահեի հողով բարձված կամազը, ինչի հետևանքով վերջինը կողաշրջվել է, հողն էլ թափվել։ Ոստիկանության բարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի պարեկներն են ժամանել։ Ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար ուժաստեր չկան։ Եվ հոկտեմբերի 18-ին ոստիկանության բարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 3-րդ վաշտում հերթական տեղեկություններ էին ստացվել, որ Մայրաքաղաքում երթևեկող BMW-ի վարորդի մոտ հնարավոր է ոչ միայն զենք, այլ նաև կասկածելի իրեր լինեն։ Բարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի նույն գնդի 4-րդ գումարտակի հրամանատարի գլխավորությամբ օպերատիվ տեղեկություններից հետո բարեկները BMW-ն հայտնաբերել են Տիգրան Մեծի պողոտայով երթևեկելիս։ Ձայնային ազդանշանով հետո բարձրախոսով փորձել են կանգնեցնել BMW-ի վարորդը չի ենթարկվել բարեկների օրինական հրահանգին, փախուստի է դիմել։ Արցախի պողոտա 8 շենքի մոտ վարորդը BMW-ով բախվել է շենքի բակային հատվածում տեղադրված երկաթե ճաղավանդակին։ Վարորդն էլ իջնելով դիմել է փախուստի։ Տեսնելով բարեկներին նետել է սև պայուսակը։ Այնուամենայնիվ բարեկներին հաջողվել է ֆիզիկական ուժ, ապա հատուկ միջոց կիրառելով նրան տեղափոխել։ Մեքենայում հայտնաբերվել է մեծ քանակի թմրանյութի նմանվող կասկածելի փաթեթներ ու ատրճանակ։ Կասկածյալը Գեղարքունիքի մարզի բնակիչ 26-ամյա Խաչատուր Խն է։ Թրամփը հոկտեմբերի 27-ից 29-ը կայցելի Ճապոնիա։ Այցի ընթացքում Թրամփը, ինչպես սպասվում է, բանակցություններ կվարի Ճապոնիայի նոր վարչապետի հետ եւ հանդիպում կունենա կայսր հետ։ Սա Թրամփի առաջին այցը կլինի Ճապոնիա իր երկրորդ ժամկետի ընթացքում։ Հիշեցնենք, հուլիսին Թրամփը հայտարարել էր Ճապոնիայի հետ հնարավոր ամենամեծ առևտրային գործարքի կնքման մասին։